Պարոն Ռուբինյան, նախ կուզեի անդրադառնայիք Իրանից հնչող գնահատականներին կրկին թրիփի հետ կապված իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը Հայաստանի դեսպանին է հանդիպել եւ կրկին հայտարարություն է հնչում իրենց կողմից, կարծեմ նախնական շրջանում էլ իրենց գնահատականները դիսուր էին, որ թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, որ Իրանը դեմ է այդ նախագծին եւ այսպես շարունակ։ Ուզում եմ հարցնել, Հայաստանը պարբերաբար պնդում էր եւ հիմա էլ կարծես թե նույն դիրքորոշումը կա, որ քարատված են այն մտահոգությունները, որ կարող է Իրանը ունենալ, չկա որևէ խնդիր, բայց շարունակում են այս գնահատականները հնչել։ Ձեր կարծիքով ինչու եւ առհասարակ այս գնահատականները մտահոգում են Երևանին։ Նախ պետք է հիշել նաև, որ ձեր նշած հրապարակմանը զուգահեռ եղել է նաև հրապարակում, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին եւ դեսպանը կրկնել է, որ թրիփը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո եւ հավասարության, փոխադարձության սկզբունքներով եւ ոչ թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց գայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար, ես կարծում եմ սա ուժի մեջ է։ Իսկ պարոն Ռուբինյանի դեպքում ինչու են նման հայտարարությունները ձեզ հնչում, ինչն է։ Դե մենք բազմիցս մենք պետք է հաշվի առնենք Իրանի ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարություններին։ Այսինքն կարող ենք ասել, որ այս մտահոգությունները, որ այս մյուս թևից են հնչում, այդքան էլ չի անհանգստացնում Երևանին։ Մենք կարող ենք ասել հետեւյալը, որ a. բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ B. Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են, որովհետեւ իրական դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու։ Պարոն Ռուբինյան, Ռուսաստանից եւս այս առումով հայտարարություն կա, ասում են, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել այսպես կոչված թրիփի երթուղին, նշում են, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը կոնցեսիա ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար եւ որ Հանրապետությունով ասում է նաեւ ռուսական երկաթուղին, այսինքն համատեղման նաեւ ասում են։ Արդյոք Ռուսաստանի ներկայության մասով քննարկումներ կան ԱՄՆ-ի։ Ինչի մասով, չէ, չկան։ Ներկայության։ Իսկ ինչպես է մասնակցություն հնարավոր է մասնակցի թրիփի ճանաչում։ Նման քննարկում չկա։ Իսկ այնտեղից հնչող հայտարարությունները ուղղակի ցանկություններ են, ինչպես կբացատրեք։ Չգիտեմ, չունեմ մեկ, չեմ կարող բացատրել, չգիտեմ։ Այսինքն ցանկություն չկա, պարոն Ռուբինյան, թե քննարկում։ Ինչի մասն է խոսքը, ես չեմ հասկանում։ Իրենք ասում են պետք է մասնակցություն ունենան։ Ինչի մեջ։ Որ այդ նոր կառուցվող երկաթ։ Բայց խոսում եմ մարդու հետ։ Ինչի մեջ։ Նրանք ասում են պատրաստ են քննարկում ունենալ։ Շատ լավ, ուրախ ենք, որ պատրաստ են քննարկումների։ Ուրախ ենք, որ պատրաստ են քննարկումների։ Մենք էլ ենք պատրաստ։ Ինչի՞ն։ Այդ քննարկում։ Ինչ քննարկում։ Պարոն Ռուբինյան, Ինչ ասաց։ նկատի ունեն թրիփ նախագծում իրենց ներգրավվածության։ Նման քննարկումներ չկան։